Շնորհակալություն, հարգելի պատգամավորներ, 18 տարի ազգային ժողովում եմ եւ չի եղել հարկային օրենսգրքի որևէ փոփոխություն, որ գործարար աշխարհին մոտիկ կանգնած որևէ մեկը դեմք է վերքի։ Նման բան չի եղել, եթե մեկը հիշում է, թող ասի։ Եվ երեք հիմնական զգացողը մի հետաքրքիր հայտարարություն արեց, որ շինարարները հայտարարում են, որ պետքա հարկերը հարմարվեն շինարարներին։ Այդ շինարարներին ով է հարցնում կամ որևէ հարկատուին ով է հարցնում, որ դու պետք է հարմարվես կամ չհարմարվես։ Չի կարելի էլի։ Ես կուզենամ սոցիալական ոլորտի տեսակետից դիտարկեմ հարկային օրենսգիրքը եւ մի քանի հարցադրումներ տամ։ Լավ, այս օրենսգրքով մեր աղքատությունը կշատանա, թե կփոքրանա։ Դու գիտեք, ես մի քանի անգամ ասել եմ արդեն, որ տնտեսության 3% աճը 1% աղքատության կրճատում է նշանակում։ Հիմա ուզում եմ հետ կամ այդ աղքատության կրճատմանը եկամուտների տեսքով, որտեղ դու գիտեք, մենք աղքատության հաշվարկ ունենք սպառման տեսքով եւ եկամուտների տեսքով։ Այստեղ նշվեցին թվերը, ես էլ չեմ անդրադառնա, բայց հստակ աշխատող այն 400,000 մարդը, որի մասին խոսում ենք, այս աշխատող մարդկանց եկամուտները մինչև 215-220,000 չի փոխվելու, մնալու է նույնը։ Եկամտագի փոփոխության դեպքում նրանցը չի փոխվի, մնալու է նույնը։ Սա ինչ է տալիս մեզ, որ ամբողջ աշխատավարձի շեմը կգնա դեպի ներքև մինչև 220,000, չի կարող հակառակը լինել, որովհետև երբ որ մենք 36% էինք գանձում աշխատավարձից, սկզբից ունենք 2-3,000 հարկատու, հետո դարձավ 200։ Հիմա երբ որ մենք շեմը բարձրացնենք, մեր երկիրը սպասարկման երկիր է, մեր երկիրը արտադրության երկիր չի, արտադրության մեջը այո չի կարելի թաքցնել աշխատավարձը, բայց սպառման ոլորտում դա աշխարհի բոլոր երկրներում կան, մենակ մենք չենք։ Դրա համար աշխատավարձը հանգիստ կգնա դեպի ներքև եւ կստացվի, որ իրական աշխատավարձը կլինի 220,000 եւ այն հաշվարկը ֆիսկալ, որ մենք պետք է այդ 70 ասեմ, 80 միլիարդ ասեմ, որ պետք է հավաքենք, մենք երբեք չենք հավաքելու։ Առաջին տարին մենք հավաքենք, սա իմ տրամաբանությունն է, 45-ից 50 միլիարդ, երկրորդ տարին աճ չի կարող լինել, երրորդ տարին կգնա նվազում արդեն։ Հետևաբար կստացվի, որ աղքատության շեմին մոտիկ 400,000 աշխատող մարդ կհավասարվեն, կլինեն վտանգավոր գոտում, որտեղ 220,000-ը 4 հոգյանոց ընտանիքի համար, դա 4 անգամ 55,000-ն է, այսինքն նրանք բոլորը աշխատելու են նվազագույն աշխատավարձի, ապրելու են նվազագույն աշխատավարձի մակարդակով։ Հետևաբար օրենսգիրքը չի նպաստում աղքատության հետ կապված խնդրի լուծմանը, անկախ այն բանից թե տնտեսությունը աճ կունենա, թե չի ունենա։ Երկրորդ խնդիրը, որ շատ եմ ուզում շեշտեմ հստակ, մենք վերջերս նկատում ենք պաշտոնական մեր սպառումը պակասում է։ Եթե մեր սպառումը պակասում է, դա բերում է տնտեսության չզարգացմանը, ապա մենք ինչպես ենք հարկային բեռը ավելացնում սպառման, պակասեցման պարագայում։ Սա իմ համար հասկանալի է։ Ես հարց տվեցի եւ չկարողացա ստանալ պատասխան, որովհետեւ իմ տրամաբանությունը հետեւյալ է։ Կան հարկ տվողներ օրենքով եւ կան հարկ տվողներ փաստացի։ Հարկեր հնա հարաբերության չափման միավորը մեկ փաստացին է, որը մենք ամեն տարի ունենում ենք, բայց օրենքովը երբեք մենք չենք ֆիքսում։ Դա 2013 թվականին ֆինանսների նախարարության կողմից հաշվարկվել է օրենքներով հարկեր հնա հարաբերակցությունը, որ կազմել է շուրջ 36-37%։ Վերջերս մենք ահագին հարկային արտոնություններ ենք սահմանել եւ այդ 35-36-37%-ը կարող է իջնել մի քանի տոկոսով, այսինքն 33% կարող է իջնել։ Հիմա ես հարց եմ տալիս։ Երբ որ պարոն Միրումյան, դուք ասում եք, հիմնավորում եք, որ եւ ճիշտ եք հիմնավորում, ես սրա կողմնակիցն եմ, որ 115,000
ավելացված արժեքի հարկի հետ արտոնությունների դեպքում շուկայում անհավասարություն է ստեղծվում, ապա իմ հարցը հետևյալն է, արդյոք այդ անհավասարությունը, որ դու գտել եք այստեղ, ուրիշ տեղեր չկա, որ չեք անդրադառնում։ Ամենամեծ անհավասարությունը 40% գնային տարբերությամբ ցկվում է սահմանի վրա, երբ որ նույն ապրանքը մեկի համար կարող է հսկիչքին դառնալ գին պլյուս 20%, մյուսի համար գին մինուս 20%։ Երբ որ խոսում եք անհավասարության մասին եւ ուզում եք օրս գրքով հավասարություն հարկային հավասար դաշտ մտցնել, ապա անդրադարձեք բոլոր տեղերը։ Այդպես չի, որ դուք ասում եք մենք էլ լսում ենք ու ոչինչ չգիտենք, մենք կամ չենք տեսնում։ Այդպես չի։ Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ավել եկամուտներ մտնի։ Փողումից են վերցնում աշխատող մարդուց։ Ուզում եք քամեք, ուզում եք մի քամեք, բայց փողը պետք է վերցնել աշխատող մարդուց։ Եթե ուզում եք աշխատող մարդիկ շատ լինեն, օրենսգրքի խնդիրն է, պետք է լինի հավասարություն։ Չաշխատող մարդը հարկ չի տալիս, աշխատողն է տալիս, պետք է աշխատողները շատացնենք, հետևաբար օրենսգրքի հիմնական նպատակը պետք է լինի շատացնել աշխատողներին, մենք դա անում ենք այս օրենսգրքով, ոչ, որովհետև այն տրամաբանությունը, որ դուք դրել եք, եկամտարկը 28%, շահութարկը 20%, դիվիդենդից գարդումը 5%, հետևաբար գործատուին ձեռ է տալիս 28%-ի փոխարեն վճարել 20 պլյուս 5%-ը պայմանական։ Սա տրամաբանությունը, որ տրված օրենսգրքում չի աշխատելու։ Եվ դիվիդենդի, գիտեք իմ հաշվարկով, այդ դիվիդենդի գանձումից առաջացող հարկային մուտքերը կարող են լինել մաքսիմում 1.5 միլիարդ։ Սկզբի համար, հետո ավելի քիչ կլինի։ Լավ, արժի այդ 1.5 միլիարդի համար Հայաստանի Հանրապետությունը դարձնել դիվիդենդը հարգող պետությունների շարքում։ Չարժի, իրապես չարժի։ Որտեղ դա ավելի շատ կնպաստի Հայաստանի Հանրապետությունում հայկական ռեզիդենտների կողմից ներդրումներ կատարելու, որովհետև կա հայկական հոգեբանություն, ինչ ես ուզում տամ, իմ մոտ չգաս։ Երբ որ շահութը հարկով մենք հարկում ենք, մնացած գումարը գործատուին է։ Ոնց որոշի կոլեկտիվ ժողովով դա իր խնդիրն է։ Մենք շեղվում ենք այդ մեր սովորույթի ուժից եւ արդյունքում ունենալու ենք վատ բան։ 1.5 միլիարդի համար չարժի դիվիդենդը տանել հարկման դաշտ։ Այս շահութարկը դարձրեք 25%, պայմանական եմ ասում։ Դուք այդ ուժերի եւ տուգանքների հետ կապված։ Իհարկե, ես պետք է նախասեմ, որ օրենսգրքում ահագին դրական բաներ կան։ Կան ահագին դրական բաներ։ Բայց այն բացասականները, եթե մենք հանենք, դրականների արդյունքով մենք կարողանանք ունենալ լավ օրենսգիրք։ Օրինակ, հիմնական զեկուցողը ընդունեց, որ քննարկելու խնդիրը 0.15% է տուժերը եւ տուգանքների հետ կապված խնդիրը։ Լավ, ուզում եմ ասեմ, ինչի մենք մեր հարկատուն չենք հարգում։ Որն է պատճառը։ Չենք հարգում, որովհետև ցանկացած քայլին 50% ավել վճարեմ, այսքան տուժ տուգանք վճարեմ, ցանկացած քայլին, սա հարգման ձև է, չէ, չենք հարգում։ Չի լինի դու գնաք աշխատեք, մենք ենք հարկայել հիմա։ Վարչարարության առումով, ես իհարկե ժամանակը քիչ է, շատ ավելի խոսալու բաներ ունեմ։ Տեսեք, բոլորը շատ լավ գիտեն այսօր էլեկտրոնային ապրանքագրերի սկզբունքը։ Հայաստանի Հանրապետությունում դա հոյակական սկզբունք է, որտեղ հարկավոր է հարկայինին հայտնել շնորհակալություն, որ այս սկզբունքը Հայաստանում դարձավ կիրառելի սկզբունք։ Պարզ եմ ասում։ Բոլոր մեր 100% եկամուտների մեջը 90%-ը կազմում է նյութական ծախսերը, որը 100% գտնվում է հարկային հսկողության տակ։ Աշխատավարձը, որը 100% գտնվում է հարկային հսկողության տակ։ Հարկերը, որը 100% գտնվում է հարկային հսկողության տակ։ Մնում է 10% ընդամենը։ Ես հարց ունեմ, այդ 10%-ի վրա արժի այդքան միլիարդներ ծախսել, բացարձակ չարժի։ Բերեք այդ գործատուին հանգիստ թողնենք, ստուգումների մասնօրենքը 20 տարի առաջ ենք ընդունել, երբ որ ոչինչ չկա հսկողության տակ։ Հիմա ամեն ինչ հսկողության տակ է։ Բերեք ստուգումները թեթևացնենք։ Մարդկանց պարզ ասենք, սա քոնն է, սա մերն է։